իլյուզիաներով, վարդագույն ակնոցներով, չնկատելով պարտների հետ իրական հարաբերություններ, կարող եք այստեղ նայել, ուղղել հարցը։ Դառը ճշմարտությունը, որը դու պետք է իմանաս, որպեսզի չապրես ինքնախաբեությամբ, շատ հույսեր չփայփայես, միգուցե եւ այլն։ Հարցը ուղղելուց հետո տեսնենք դառը ճշմարտությունը, որը կբացի քո աչքերը, ովքեր ուղղել են հարցը։ Դառը ճշմարտությունը իրոք այստեղ կա մի բան, որ դուք չեք տեսնում եք, հա, ինչի հետ դուք հետագայում համաձայն չեք լինի, որովհետև այստեղ կամ երկրորդ, երրորդ մարդիկ, դառը ճշմարտությունը դա է, չնայած դուք ինքներդ ձեզ համոզում եք, հա, երկու թվանշանը ինչի հետ կապ ունի հարաբերություններում, ոչ թե միայն դուք եւ ձեր պարտներն եք, հա, նաեւ կա ինչ-որ մի բան, որ դուք չեք տեսնում, միգուցե կասկածներ կա, բայց դուք չեք ուզում կամ լսել կամ տեսնել, դառը ճշմարտությունը։ Դառը ճշմարտությունը այն է, որ դուք փորձում եք ոչ մեկի ասածները չլսեք, համաձայն չեք այլ մարդկանց կարծիքի հետ եւ դրանից հետո դուք կարող եք բավականին ուժվել, այն ինչ դուք իրականում չեք տեսնում, չհամաձայնվելով այլ մարդկանց կարծիքի հետ, որպեսզի չխառնվեն ձեր գործերին, միգուցե ասել են, չեք լսել եւ այլն։ Վիրտուալ հարաբերություններն են դրանք շատերի մոտ, ձեր սպասումները, որոնք դուք սպասում եք, ամեն մարդ զբաղված լինելով իր աշխատանքով եւ որն է լինելու քեզ համար այդ դառը ճշմարտությունը, որպեսզի դու երբ վարդագույն ակնոցները, հա, վերջապես կհանես քո աչքերից։ Արդարության քարտը։ Տեսնում ես, ինչ ցանում ես, այն էլ հանդում ես, այդ է որն է լինելու։ Արդար է չէ, իհարկե արդար է։ Շատերի մոտ հնարավոր է այն, որ անձը կարող է ամուսնանալ կամ ամուսնացած է եւ եթե հույսեր ունեք, իհարկե չի ամուսնանա եւ կարող է ձեզ խաբել։ Երկրորդ, երբ խոսքը կարող է հասնել այնպիսի մի հարաբերությունների, հա, որտեղ մարդ կարող է պատասխանատու լինել, ձեր աչքերը բավականին ցավոտ կարող է բացել արարչական մի անձնավորություն, ով կապ ունի նաև 8 թվանշանի հետ եւ բավական ձեզ համար անսպասելի, որովհետև մարդը պատասխանատու չէ ձեր համար, նրան հետաքրքրում էին միայն ազատ հարաբերությունները։ Այո, ինչը դուք բավականին ցավոտ կարող եք տանել եւ կարող է իրոք փլուզվել ձեր ամբողջ աշխարհը։ Այսքանը ուշադրություն դարձրեք իմ ասածներին, պետք չէ ապրել իլյուզիաներով։ Այսքանը ռեալն է ամեն